Դուբայ, մենակ Դուբայ, չէ, արի նաև Դուբայ, Աբու Դաբի, իրար հետ թռնենք, շատ սիրուն է, բայց մի րոպե, ախր համ Դուբայ, համ Աբու Դաբի քիչ է մի քիչ, հա, արի Դուբայ, Աբու Դաբի շարժա, թույն, ժողովուրդ, մենք Զվարթնոց օդանավակայանում ենք, առավոտյան ժամը 9-ը շատ շուտ և սկսվում է Miracle Tour and Travel-ի կողմից կազմակերպված Սպոյի հետ Դուբայ, Աբու Դաբի շարժա խմբային տուրը, մեր ամբողջ խումբը էստեղ է Զվարթնոց օդանավակայանում և գնանք անցնենք դեպի օդանավ։ Ուշադրություն, սկսվում է ամենաթրենդային տուրը տուրիզմի աշխարհում, Դուբայ, Աբու Դաբի շարժա։ Ուստեղ հլը ժողովուրդ պոզիտիվ խմբի նայեք ու խմբի մեծության նայեք, տեսախցիկը թեքեմ, ինքներդ տեսեք, հլը նայեք ամբողջովին այսեն ծերի ծեր մի մեծ խումբա այնտեղից մինչև էստեղ։ Վերջ, ամեն ինչ պատրաստ է, Fly Dubai բարձրակարգ օդանավը մեզ է սպասում և մենք ամբողջ խմբով գնում ենք զբաղեցնելու օդանավում մեր տեղերը, տեսեք ինչ բարձր է բոլորի տրամադրությունը և վերջ 3 ժամ թռիչք ու Հաբիբի, մենք արդեն Դուբայում ենք։ Ինչ ես Դուբայում եմ ու սկսվում է Դուբայ Աբու Դաբի շարժա խմբային տուրը։ Այս մեր լյուքս ավտոբուսը Miracle Tour Travel տարբերանշանով, տեսեք ինչ թույն վիդեոներ են լրնելու ժամեր անց։ Շարժվում ենք հյուրանոց, տեղավորվում համարներում և հենց առաջին օրը երեկոյան գնում ենք Դուբայ մարինան վայելելու։ Ժորժան, մենք Դուբայում ենք, վայելում ենք Դուբայի երեկոն, այս մեր տուրիստները, Ժորժ ոնց եք, մի հատ ձեռքով, այսենց բոլորը էստեղ են, նայեք մարինա թաղամասը, շքեղությանը նայեք Դուբայի ու հայկական գերբը պարտատիր պտի ծացամբի Դուբայում, լեզ գեղեցկությունը նայեք ժողովուրդ ու մենք ճիշտ է խմբի մի մասն է, բայց իջել ենք վայելելու գիշերային Դուբայը։ شوي عليك لو ثانية أنا ببعد عنك برجع مشتاق لعنيك ضمني حلك ويايا دوبني بدوب في هوايا تعال نعيش أجمل أيام لو أقولك إني بحبك الحب شوي عليك لو ثانية أنا ببعد عنك برجع مشتاق لعنيك ضمني حلك ويايا Առավոտյան արթնանում ենք 3 ժամ ծովում հանգիստ ունենալուց հետո ուղևորվում ենք էքսկուրսիայի։ Իսկ Դուբայում սկսվում է մեր էքսկուրսիան, այս մեր տուրիստներն են գալիս են ավտոբուս, սա մեր լյուքս ավտոբուսն է, Miracle Tour Travel Սպոյի հետ սկսվում է ամենաշքեղ խմբային տուրը, Դուբայ Աբու Դաբի շարժա։ Այո, այսօր բացահայտելու ենք Դուբայի ամենագեղեցիկ վայրերը և ինչպես ծրագրով նշված է, առաջին կանգառը արհեստական կղզի Palm Jumeirah-ն է։ Սա աշխարհի միակ կղզին է, որտեղ կա բնակչություն, հյուրանոցներ, վիլլաներ, մի խոսքով ամեն ինչ։ Ու պատկերացրեք ժողովուրդ, Palm Jumeirah-ն հավասար է 800 ֆուտբոլային մարզադաշտի չափերի։ Տեսեք, մենք արդեն Palm Jumeirah-ում ենք, մեր խումբը ամբողջովին նայեք, հլը խմբի մեծությանը նայեք, բոլորը ավտոբուսից գալիս են այստեղ, հիմա մենք վայելելու ենք Դուբայի մարինան, որ երևում է Palm Jumeirah-ից ամենասիրուն հատվածից ու այստեղ խմբային ֆոտո ենք ունենալու բոլորով։ Հաջորդ կանգառը Ջումեյրա Մադինատ կամ ինչպես ասում են Դուբայ Վենետիկ, իսկ այստեղից երևում է ևս մեկ հրաշք Բուրջ Ալ Արաբը։ Դե ինչ մենք Ջումեյրա Մադինաթում ենք, ինչպես հայտնի է Դուբայ Վենետիկ, հայկական գերբը պարտադիր պետք է ծածանվի Miracle Tour Travel խմբային տուրերի ժամանակ, քանի որ Սպոյի հետ այ տուրիստները գնում են Դուբայը բացահայտելու ես մեր տուրիստներն են, հլը նայեք ինչ լավն են բոլորը ու գնում ենք մենք Դուբայ Վենետիկ։ Մինչև կտեսնենք Դուբայ Վենետիկի հրաշքը, մուտք ենք գործում Մադինատի շուկա, որտեղ միայն արաբական ապրանքներ են։ Ահա եւ Բուրջ Ալ Արաբը, աշխարհի միակ 7 աստղանի հյուրանոցը իր ողջ շքեղությամբ։ Հաջորդ կանգառը ծաղիկների աշխարհ։ Հասանք Miracle Garden, Դուբայի ծաղիկների աշխարհը ամենամեծ
ծաղիկների աշխարհն է ամբողջ աշխարհում, Ժորժան, այս մեր խումբն է, նայեք, բոլորը գալիս են, ահա, այսենց հայկական գերբը, ու մենք արդեն հրաշք ծաղիկների այգում ենք, Miracle Garden։ Խելագարվելու տեղ, կարելի է ասել դրախտավայր Դուբայում, հավատացեք ժողովուրդ, գալ Դուբայ եւ չտեսնել հրաշք այգին անհնար է։ Ես արդեն 10-րդ անգամն եմ այս այգում եւ ամեն անգամ զարմանում եմ այս ծաղիկների հրաշքից։ Միայն տեսեք այս գեղեցկությունը, այս հեքիաթային հրաշքը պարզապես շշմելու են արաբները իրենց երևակայությամբ։ Նայեք ժողովուրդ, Miracle Garden-ում մեր արաբ ընկերոջ Մուհամեդի հետ հայկական ենք ապրում։ Գնացինք, հեյ։ Հենց այսպիսի պոզիտիվ տրամադրությամբ էլ շարժվում ենք առաջ եւ հաջորդ կանգառը եւս մեկ հրաշալիք, աշխարհի ամենամեծ ոսկյա շրջանակ Dubai Frame։ Ժողովուրդ, այստեղ ցուցադրվում է, թե ինչպես են արաբները ապրել մինչև նավթի հայտնաբերումը եւ թե ինչպես զարգացավ երկիրը նավթից հետո, թե ինչ չարչարանքներ են տեսել եւ ինչպես են տանջվել իրենց ընտանիքները պահելու համար։ Dubai Frame-ում ենք ու ամենահետաքրքիր մասը 3D ցուցադրվում է ամբողջ Դուբայի պատմությունը։ Այնուհետև բարձրանում ենք մինչև 150 մետր եւ տեսեք, թե ինչ է կատարվում այստեղ։ Դու հիմա ստեղ նայեք 50 հար բարձրություն եւ ոտքերի տակ ապակիներ։ Ադրենալինը հասնում է գագաթնակետին, նայեք։ Հլստեղ նայեք ժողովուրդ, ուրեմն ամբողջ ներքևը երևում է, տեսնում եք մարդիկ ինչ փոքր են, աստվածի։ Շատ թույն է Dubai Frame-ը, մեքենաներին, ոնց որ տառականները են։ Իսկ նայեք, ու այս ապակիների վրայով քայլում ես։ Դե ինչ հաջողություն ենք ասում Dubai Frame-ին։ Ավտոբուսը տեղում է, մեր տուրիստները արդեն նստում են, սա հայկական գերբն է եւ իհարկե Miracle Tour Travels օի հետ խմբային տուրի Դուբայ Աբու Դաբի շարժա էքսկուրսիան այս կանով չի վերջանում։ Մենք գնում ենք ապագայի թանգարան, իսկ հետո Դուբայ Mall Burj Khalifa։ Շարժվում ենք առաջ եւ եւս մեկ գեղեցկություն ապագայի թանգարան, որտեղ կտեսնես ռոբոտ շներ, դելֆիններ, օծանելիք եւ սուրճ պատրաստող ռոբոտներ, ահա եւ թռչող դելֆին ռոբոտը։ Բոլորը հիացած լուսանկարում են հրաշք ապագայի թանգարանը։ Շատ թույն ու շատ սիրուն է Դուբայ ապագայի թանգարանը գեղեցկություն է։ Լքում ենք ապագայի թանգարանը եւ ուղևորվում Dubai Mall, այնուհետև աշխարհի ամենամեծ ակվարիում հիանում ենք օվկիանոսի եւ ծովերի բնակիչների գեղեցկությամբ, տեսեք շնաձկերին եւ սկադերին եւ ուղևորվում ենք արհեստական ջրվեժ, ամենագեղեցիկ վայրերից մեկը Dubai Mall-ում։ Դուբայ մոլի ամենահետաքրքիր վայրերից մեկը արհեստական ջրվեժը, որը իդեպ խորհրդանշում է իրենց պատմությունը, մարդիկ, ովքեր որ մինչև նավթը հայտնաբերելը ծովում մարգարիտներ փնտրելուց, այսինքն սուզվել են արաբական ծովը մարգարիտներ գտնելու, որպեսզի իրենց ընտանիքը պահեն հետո այդ մարգարիտը վաճառելով, շատերը խեղդվել են այդ ծովում եւ այդ մարդկանց հիշատակին կառուցվել է այս արհեստական ջրվեժը, իսկ այս մարդիկ հենց այդ ծովը սուզվող մարդիկ են խորհրդանշում։ Այսինքն գեղեցիկ վայր Դուբայ մոլում ու շատերի համար սիրելի ու շատ հայտնի արհեստական ջրվեժը։ Իսկ վերջին կանգառը աշխարհի հրաշալիքի մոտ է։ Դե ինչպես ասում են տիկնայք եւ պարոնայք, դիմավոր է Բուրջ Խալիֆա։ Եվ իհարկե հայկական գերբը։ Հիանում ենք աշխարհի ամենաբարձր շինությունով մասնակցում Բուրջ Խալիֆայի շոու ծրագրին։ Ահա այսպիսին էր երկու օրերը մեր Դուբայ Աբու Դաբի շարժա խմբային տուրի մասնակիցների համար։ Հեքիաթում